Ժողովուրդ օրաթերթը ահազանգ է ստացել այն մասին, որ Բուդապեշտի օդանավակայանում հունվարի 9-ին Wizz Air-ի ուղևորները բախվել են հրապարակային ճնշման և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Անգամ մի կնոջ արգելել են պիջակը հագնել, նստել ինքնաթիռ, դա համարելով ավելորդ ուղեբեռ և պահանջելով վճարել դրա համար։ Ուղևորներից մի քանիսը Ժողովուրդ օրաթերթին պատմեցին, որ ավիաընկերության գետնային սպասարկման անձնակազմը կանգնեցրել է իրենց և վերջնագիր ներկայացրել. «Ձեր տոմսը միայն մեկ ուսապարկ տանելու համար է, ուստի ձեր ձեռքին ուրիշ ոչինչ չպետք է լինի»։ Ապա պահանջել են վճարել 77,99 եվրո կամ մնալ օդանավակայանում։ Ուղևորների պնդմամբ իրենց նաև սպառնացել են, որ չվճարելու դեպքում կմնան թռիչքից դուրս օդանավակայանի միջանցքում։ Իսկ ինչն է խնդիրը, պարզվում է, Հայաստանից մարդիկ մեկ ուսապարկով և ձեռքի անձնական պայուսակով անխոչնդոտ մեկնել են նույն Wizz Air-ի ավիաչվերթով։ Եվ որևէ խնդիր չի առաջացել, բայց հետ գալուց նույն ուսապարկը արգելել են ինքնաթիռ բարձրացնել։ Ես Հայաստանից գնացի իմ ուսապարկով, ինձ որևէ մեկը չասաց, որ չափից մեծ է, ծանր է, անթույլատրելի է կամ որևէ այլ նախապայման։ Ունեի տոմս, որ կարող եմ միայն ուսապարկ վերցնել հետս։ Նույն ուսապարկով հետ գալուց աշխատակիցն ինձ ասաց, թե չեք կարող այն ինքնաթիռ բարձրացնել, վճարեք 77,99 եվրո։ Իմ հարցին, թե ինչու, ասաց, սարքի մեջ չի մտնում։ Ասացի, որ նույն պայուսակն է, որ Հայաստանում չի արգելվել հետս վերցնել։ Չէին լսում, կոպիտ, բռի, պահանջատիրական ասում էին՝ կամ վճարում եք, կամ մնում եք օդանավակայանում։ Ստիպված վճարեցի, բայց անգամ կտրոն չտվեցին, որ հասկանամ ինչի համար էի վճարում։ Պատմեց ուղևորներից մեկը, դժգոհելով, որ ինքնաթիռի մեծ մասից կամայական գումար կորզեցին Wizz Air-ի աշխատակիցները։ Նա հետ է եկել Հայաստան, նույն ուսապարկը դրել սարքի մեջ, նորմալ տեղավորվել է։ Մի տիկին ԱՊ-ն Զավեշտալի միջադեպի մասին պատմեց։ Wizz Air-ի աշխատակիցները արգելել են իր պիջակը հագնել և ինքնաթիռ անցնել։ Նախ ասացին, թե այն ձեռքի պայուսակը, որով ես Հայաստանից եկել էի, չեմ կարող հետս վերցնել։ Պետք է վճարեմ դրա համար 77,99 եվրո։ Ես բարկացած հրաժարվեցի։ Փորձում էի ձեռքիս պայուսակը տեղավորել իմ սահմանված պայուսակի մեջ, չէր ստացվում։ Աշխատակիցները արգելեցին, որ ուղեկցող անձը ինձ օգնի։ Բոլորով կանգնած նայում էին, թե ինչպես եմ չարչարվում տեղավորելու իրերս։ Արդյունքում պիջակս մնաց ձեռքիս, չտեղավորվեց, փորձեցի հագնել վերարկուիս տակ, արգելեցին, պահանջելով այդ մեկ պիջակի համար վճարել 77,99 եվրո։ Խնդիր էին դրել բոլոր հայ ուղևորներից, ովքեր ճամպրուկով տոմս չէին վերցրել, խլել 78 եվրո, ու այդ գործընթացը վերածվել էր հրապարակային նվաստացման, անձնակազմի և շրջապատողների ներկայությամբ։ Իմ հագուստը ինչպես կարող էին կամայականորեն դիտարկել որպես ավելորդ իր և դրա համար պահանջել վճարում։ Սպառնում, որ կմնամ միջանցքում։ Երիտասարդ այդ անձնակազմի հետ շփումը կոպիտ էր, ճնշող ու նվաստացուցիչ, ինչից բարկացած ասացի, որ գումար չունեմ, նվիրում եմ ձեզ պիջակս և առանց ոչինչ վճարելու անցա ինքնաթիռ։ Լսեցի, որ մեկը մյուսին ասում էր, թե ձեռքի հեռախոսը նայի, ասում է փող չունեմ։ Խնդիր էին դրել մեզնից գումարներ կորզել, պատմեց քաղաքացին։ Տիկինը մեզ պատմեց նաև, որ Զվարթնոց օդանավակայանում մոտեցել է Wizz Air-ի աշխատակցին։ 4-րդ հարկի գրասենյակում մի երիտասարդ աղջիկ ծամելով ներս մտավ, ներկայացրեցի բողոքս, ասաց օնլայն գրեք, ես ձեզ չեմ կարող օգնել։ Պահանջեցի մենեջերին կամ որևէ պատասխանատուի հրավիրել, ասաց, որ ոչ ոք չկա, բարկացավ, որ իր ընդմիջումը խանգարեցինք և հեռացավ, ինձ թողնելով ապակիների մոտ կանգնած։ Այսպես են վերաբերվում Հայաստանի քաղաքացիներին, պատմում է տիկինը։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ շատ ուղևորներ արդեն պաշտոնական բողոք են ներկայացրել Wizz Air-ին, պահանջելով ներքին քննություն գրավոր պարզաբանում, ինչ կանոնակարգով է արգելվել նույն ուսապարկը կամ պիջակը կրել վերադարձին, ինչ հիմքով է արգելվել ուղեկցողի օգնությունը, ինչպես նաև պաշտոնական ներողություն և իրենց խլած պիջակի ու գումարի վերադարձ։ Ժողովուրդ օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ քաղաքացիներից պարզաբանում պահանջեց, ինչպես է, որ կառավարությունն ամեն տոմսի համար հպարտ հարկատուների հաշվին 20,000 դրամ սուբսիդիա է տալիս Wizz Air-ին, որ էժան չվերթներ ապահովի, բայց Բուդապեշտում փաստացի թալանել են հայերին, ստիպելով մեկ ուղեբեռի գին վճարել անգամ մեկ պիջակի համար։ Կոմիտեից փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը իրենց գործառույթից դուրս է։ Իսկ Wizz Air ավիաընկերության հետ կապվել չհաջողվեց, քանի որ վերջինս Հայաստանում անգամ գրասենյակ չունեն։ Դիմեցինք նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը Wizz Air-ի պաշտոնական բացման ժապավեններ կտրում։ Էկոնոմիկայի նախարարությունը ավիաընկերության գնային քաղաքականությանը խառնվելու որևէ իրավասություն չունի։ Գնային քաղաքականության կամ ծանուցումների հետ կապված պիտի դիմեք ավիաընկերություն, նշում են նախարարությունից։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից եւս հնչեց նմանատիպ պատասխան։ Ստացվում է, որ ժապավեն կտրելն ու սուբսիդիա տալը մտնում է նախարարների լիազորությունների մեջ, սակայն սեփական քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում տոտալ անգործություն է։ Այսպիսով հունգարական ընկերությունը մի կողմից Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա է ստանում էժան ավիատոմսեր ապահովելու համար, մյուս կողմից ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով նրանց վճարել է տալիս անգամ սահմանված մեկ ուսապարկի համար։ Սա միջազգային խայտարակություն է, որը կառավարությունը չի կարող անհետևանք թողնել։ Ժողովուրդ օրաթերթը հետևողական կլինի։